Մեր երեխաների համար համերաշխ քաղաք ունենալու համար մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը այսօր կկատարեն, վաղը բոլորը համոզված կլինեն։ Աստված մի քանի ժամ է մնացել ժողովուրդ ջան, բոլորդ կհամոզվեք, բոլորդ կհամոզվեք։ Շփվել ենք, դուք այսպեսին չէիք։ Ես էլի այսպեսին չէի, Անի ջան, ես այնպեսին եմ, ինչպեսին կամ, տարբեր ատորներ փոխել են, գյումրեցիներին ճանաչում են, որևէ ատոր, որևէ պաշտոն, որևէ այլ բան ինձ կյանքում չի փոխի։ Ես իմ որդուս եմ խոստել, որ մենք ունենալու ենք զարգացող համերաշխ, խանգարում ես, համերաշխ հասարակություն և էլի ասեցի, գյումրեցիները այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա։ Հանուն փոփոխությունների, հանուն իշխանափոխության Գյումրիի և հանուն երիտասարդության լավի նորության։ Առաջի օրվանից և ամենաառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնողը, որ գնում ենք մինիմալ ծրագրով, որն է քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը և մաքսիմալը դա ստանձնել քաղաքի կառավարումը և տալ փոփոխություն, որակ, նորություն և բացարձակապես կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու, թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը։ Եվ կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի առանց պաշտոնակրվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը։ Եվ նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք Մայր Հայաստան դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը և քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք Գյումրի քաղաքը։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այն առաջարկությունը, որ եթե ինքը ավելի շատ ձայներ հավաքի մյուս ընդդիմադիրները քիչ իրեն միանալ, դուք պատրաստ եք միանալ։ Առաջինը մենք ենք հայտարարել և իմ շուրթերից է լսվել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել, հանուն աթոռակրվի, հանուն ինչ-որ ամբիցիաների և մենք դրան մինչև վերջ տեր ենք կարող։